գլորնսին լսենք բարենք սուրճ մխանենք միասին վայելենք հավաքվենք բորսո մեջը հանդիվենք Բարև բոլորդ բարի եկաք թեմարտիվում Հանդիպումները շարքի մեջ այսօր պիտի հանդիպենք Ժիրայ Չոլակյանի հետ Բարի եկած եք Բարև Դուք ձեր մասին դիմատներ ուր եկած եք, ինչ գնեք, ուր պիտի երթաք Ո՞ր Ժիրայ Պատմությունը քիչ մի երկար է, բայց կարելի է ասենք երկու հանգրվանի պաշտնել Ես ծնած եմ Լիբանան, մինչև 17 տարեկանս Լիբանան ցուցեր եմ Նախնական գրթությունը Լիբանանի մեջ շրջան անջար քիշորոտիկ եղել եմ Անգեյետ կը Լիբանանի քաղաքացիական պատերազմի 1975-ին ուրեմն մտածեցի որ կարելի չէ Լիբանան մնալ եւ պետք է Միացյալ Նահանգներ ուզեցի երթալ որտեղ քերիմ ունիմ այնտեղ եւ ջամփա ելա Միացյալ Նահանգներ տալու բայց ընթացքին Բարեկամ մսավ Ֆրանսիան անցիր եւ գտեսնվինք հետո շարունակեց ճամփատ Ֆրանսիայի չա եւ բռնեց ցերկես եւ մինչեւ այսօր բռնած կմնա ինձ եւ ուրեմն արդեն 50 տարի է գրեթե 1976-ին 2026 արդեն 50 տարի գնա որ Ֆրանսիայի մեջ ուսանած եմ տնտեսագիտություն ցած եմ Սորբոն Անգեյետ կը հետաքրքրությունը եղել է հիմնականի մեջ թատրոնը, զուգահեռապարտադրական աշխատանքներ դարած են, հատկապես Բարսկահայ նշանավոր փեմախտիչի հետ, Արբի Օվանեսյանի հետ, բավական երկար աշխատանք դարած են, թատերական ընթերցումներ եւ այլն, եւ որոշ հետազոտական աշխատանքներ նաեւ, եւ ուրեմն ասոր գողքին նաեւ 2008-ին Պախտը ժպդած ծևոմը մի քանի ընկերներով Սարվեն Օզալտնի որ ինքը բան է Բոսահայ եւ Արամ Քերոպյանի հետ միասին քնեցինք Անակոդապանավը մշակութային դապանավը որ ավելի երդասարտներու համար մտածեցինք որ գերտրոնը գնալ ստեղծագործական ուր իրենց ստեղծագործական արտահայտությունը գտնան բերել այդտեղ, որում վրա մի իրան եկել է բարեր է, մեծ բազար այդտեղ ծնունդարեր է եւ ասենք որոշ ներդրում ունեցած է այդպես Ֆրանսիայի մշակութային կյանքին եւ հիմա դարձած է ծևոմ Փարիզի World Music-ի այդպես տարբեր երկիներու երաժշտական գետրոնն որ տարբեր ժողովուրդներ կան եւ իրենց խումբեր երաշտական երեգույթներն են։ Ասոր գողքին նույն դարին 2009-ին այնպես մեկ եղավ, որ հարաճ բիդի պագեր, հարաճ թերթը և այնանդեն ես նախացերնեցի, ինձ համար քանի միաժամանակ մտնիգի դնորենն էի այնանդեն գրծական պատասխանadun էի, ուրեմն ասի, որ ափսոս է, որ թերթը, հայադար թերթը, միակ հայագար թերթը Փակվի որովհետև լեզվի կենսունակության համար էական նշանակություն ուներ անիկա Իսկ պետք է բանել ամաճար շարունակել ուրեմն այդպես խումբ մգազմեցինք եւ հարաճը նոր հարաճի վերածեցինք եւ այսօր մինչեւ այսօր իբր նոր հարաճ կգոյատևե Եվ այսօր գողքին 2019-ին Երևանի մեջ նաեւ հարաճ կետրոնը ստեղծեցի որովհետև Ուզեի որ լրատվական կետնի վրա թղթակից ունենայի Երևանի մեջ, մեկ կամ երկու թղթակից, որ քիչ հայաստանյան քաղաքական եւ բանի արվեստական դարբեր ցերնակներու մասին զեկույցները բան դային եւ այդպեսով ինվեցավ Երևանի հարաճ կետրոնը, որ հետո դարձավ մշակութային արևմտահայերենի մշակութային կետրոն, որտեղ անդրադարձանք, որ Երևանի մեջ Գա 30-40,000 արևմտահայ, միջին արևելքեն քաղտած հայեր, Լիբանան, Սուրիա, Բոլիս, Ֆրանսա, եւ ասոնք ծևոմ մշակութային կետրոնը դեր մչուն էին հավաքվելու, եւ նաեւ հարթակ մուր, սպուսկեն negած մտավորականներու հետ շփումը լար եւ այլն, եւ ծևոմ հիմա դարձավ ասենք արևմտահայերենի այդպեսի կետրոնը Երևանի մեջ, հավասիկ ամփոփ կերպով Շատ լավ։ Այս բոլորը işte Փարիզից, Հայաստանից, Լիբանանեն խոսեցար, դուք ցերին չերցեր
մտայնությունը, մտածումը, բոսո հայության մասին, բոսո մասին, ինչպես կխորիկ եւ հանդիպումի արիթով այս մտածումները ինչպես փոխվեցան կամ ինչպես զորացան, ինչա։ Դիսեմ ես արդեն երրորդ կամ չորրորդ անգամ սերգուքամ բոլիս սերը որ շապով ծանոթ եմ բարձրապես որովհետև Ագոսի հետ գաբեր ունիմ ժամանակ լրատվական գետնի վրա գաբեր ունեցել եմ եւ այստեղ եկել եմ Հայաստանի լրագրողներու հավաքն գազմագերբված էր Եվրոպական միության կողմերը չեմ սխալիր եւ հրանտինք հիմնարկի կողմը որ մեզ դիկրանագեր տարին այն ժամանակ էր որ քիչ ազատամտություն կար 2014-ի ներնեին եւ ուրեմն դիկրանագեր այցելեցի եւ շատ լավ դպավորված էի որով այնադին որոշ բան կար այսպես աշխուժություն կար փոքրամասնություններու մասին նյութեր գարձածվեին եւ այն հերովիճակը բան եղավ ավելի խստացավ եւ ավելի շատ խիստ վերապերում ունեցավ կառավարությունը ուրեմն որոշենք ամիջական գաբեր ունեցել եմ բոսայության հետ եւ ասկիզատ հավանաբար Հայաստանի մեջ լրագրողներու համաժողովներ գազմագերբվեցան հոն նաեւ շփում ունեի բնականաբար Հայաստան Թուրքիային եկող բաներու հետ լրագրողներու հետ Անգեզատ իմ գաբս զարմանալիորեն անջարեն գուկա առաջին գաբս բոսայության հետ ես ադեմ եղավ որ մորս մահեն ետքը ձնողքս հայրս ստիպված ինձի ընդանյոք եղբայրներս հետ քշոտիկ վրգեց անջար ավիդարանականներու մոտ եւ այդ տարին վեցրոտ տասարանն էի եւ այնա եւ քշոտիկացած դարիս շատ լավ գիշեմ որ գրեթե առաջին օրն էր որ դեղավորված էինք եւ մենք հանդիսանք որ Mercedes մեքենամի եկավ սեր Mercedes-ը թրկական համարանիշներով եւ Բադվելի Գյուզելյանը բոլիսեն ուրեմն երկու աշակերտ բերած էր ավետարանական դպրոց որոնց հետ շատ մտերմացանք հատկապես Երվանտը եւ Խոսովին է շատ մտերմացա եւ գրեթե ամենը մտերիմ ընկերներ քշերսերք միասին անցնեինք եւ հաջորդ տարի բայց իրենք ցկեցին դպրոցը գարոդախտե դարաբեին եւ ուրեմն ուզեցին հետ վերադառնալ Թուրքիա եւ ուրեմն նույնպես ամառը Բադվելի Գյուզելյանը եկավ եւ իրենց հետ տարավ ուրեմն Միշողյանս մեջ միայն ունիմ երկու անուն Խոսրով եւ Երվանտ բայց եւ իրենց այսպես մանկության այդ բակերը գա բայց ոչ իրենց մագանունը գիտեի ոչ եկածերն գիտեի ոչ ընտանեկան գաբերը ես միշտ երբեմն գմդապերեի որ արդյոք կորմոբիզի հանդիպեմ թե ոչ եւ այդպեսով բայց դարիներ անցան մոտ 30-40 տարի հետ ուրեմն ասիա 71-ին գլա 2004-ի ադենները 35 տարի հետ 34 տարի հետ առաջին անգամ լալով հրանտինքին հանդիպեցա Փարիզ եւ թեմքին նայելով ասեի որ ասմարտը ինձի դերմ հանդիպած եմ գարդես ծանոթ է եւ այնպիսի պատկերացում ունեի բայց առանց մասնավոր դեղավորելու որ իսկապես ինչ կրնալալ երբ կրնալալ Մանավանդ ինքը Թուրքիային է ես Փարիզեն Լիբանան Փարիզեն այդպես իսկ այն դարին որ մահացավ սպանեցին 2007-ին նորեն թեմքը թերթերում մեջ տեսա եւ քիշեր երազից մեծ այդպես բան եկավ որ ռանտինքը անջար եկավ եւ իմ տասնգերս այդպիսի բան ունեցա մտային մտքի փայլադագում մատես գիտես բակերում Արսենցա բայց անհետ բանը մեգունան խոսրովը միսնանը բանը հրանտ գիտես չգնալա նույն անցելա ինչ որ է բայց աս միտքս կաշխատցներ որ աս երևույթը երբ որ 2014-ին բոլիս այցելեցի ագոստացի բնականաբար եւ այդտեղ հանդիպեցա զանոթացա բոլորին Սերոպյանին հետ դո Պակրատին հետ Եվ այդտեղ հարցուցի ընցելով որ արդյոք հրանտը որ մեկ բահու
անջարի եկած է թե ոչ, սին հրանջը չեր եկա, սին խոսրոֆի եկեր է։ Եղբայրներ։ Ուրեմն եղբայր է եկեր է, և այդպեսով է, որ մտքից մեջ այդ մոդ պանը գնեի, նմանությունը գաբը գստեղծեի, որ իրենց հետ։ Եվ այդպեսով հերացանեցի խոսրոֆին, կասինք տեսնվեցանք, արտիստը կնավ չէինք, պաշնված իրար մեր շատ մրերիմ նորեն առաջվաբես առաջին օրվա նման աստրվակը։ Ուրեմն բանի այդ բոսո այդ առնչություններս այսպես հերավոր և անցերու հետ առնչված բաներ են, գաբեր են։ Ուրեմն այդ բանը գաբը գար, երկրորդ ուրիշ տասնգեր մնա ունեի, որ այս մեկը դիպանեն Բեյրութեն իմ տասնգերս եղեր էր, բայց կացեր էր Կանադա, երորոս վերադարձած Ագոսի լուսանգարիչն էր, Բերջ Արաբյանը, անալին տասնգերս եղեր է Բեյրութեն, ամես որ գտեսնես որ աշխարհը փոքր է։ Այնը ինչպես լուրնեցաք հանդիպում են, գիտեիք անցյալ դարվանը այս տարի Ալիքով եկաք։ Այո, ուրեմն երկու պատճառով եկա, մեմը գուզեի իբր մշակութային ամիս ինձ գեդակրտեր նոր հարաճի մեջ զեկուցելու համար, թերթի իբր լրատվական, որտեղ մշակութային երևույթները, մշակութային ցերնակները սահմանափակ են եւ այս մեկը նկարագրելով մեկ ամսվա վրա գերգարի, ինձ գիտի որ իբր ծրագիր հետաքրքրական ծրագիր, նորույթ էր, հա։ Անցյալ դարվանը չէի գծած հետևիլ, ուզեցի այս դարվանին մասնակցի ծևումը։ Երկրորդ այն է, որ քանի Երևանի մեջ մենք հարաճ կետրոն ունենք հիմա, եւ անալ մշակութային, արաբերայերենի մշակութային բանը կետրոն է, եկա տեսնելու համար, որ արդյոք քանի որ նաեւ հիմա Հայաստան-Թուրքիա գտնալ սահմաններու բացումը լա եւ այլն, ասել է որ գնային նաեւ կորզակցիլ, արդյոք Երևանի հարաճը գտնար որոշ կորզակցություն ունենալ մշակութային կետնի վրա, փոխանակումներ ունելու Եսայանի հետ եւ գամ այն բաներու հետ, մշակութային գամ երաժշտական խումբերու հետ եւ այլն այդպիսի ասենք, այս երկու նպատակներ գերամ որ հոսքալով։ Որ աշխատանքներով մասնակցեցաք հանդիպումներու շարքի մեջ։ Հանդիպումներու շարքի մեջ ուրեմն 3 Միհրանի այդպես հանգարցապահության բարի արտիական բարի ժամանակագից բարի աշխատանքին մասնակցեցա ինչ որ հետաքրքրական բան մներ ասենք տեսնելով այդ մասնակիցներու աշխուժությունը, խանդավառությունը, ազատությունը, երկրորդ այսօր Անահիտի բան աշխատանոցը կար բանի մանկաբարձ բանուիներու կամ հայերենի ուսուցչուհիներու հետ կապված անոր մասնակցեցա եւ այսօր այսինչ կգար հիմա գուսանք որ վաղը շաբաթօր եւ գիրագյուր այսպես շարունակել մինչեւ ամփոփիչ օրը գալու եւ եզրափակելու այս ամփոփը։ Հոս հանդիպումները շարքի մեջ ունին զանազան նպատակներ, որոնք հետաքրքրեն թե երիտասարդներու, թե աշակերտներու եւ թե մասնակիցներու, որոնք կուզեն ուրիշ մասնակիցներու հետ միանալ եւ նոր ստեղծագործություններ կատարեն։ Իսկ ըստ ցեզի օրացերտը կամ բարբերացերտը ինչ նպատակներ պետք է ունենա առօրյայից, որպեսզի համայնքին թե դեղական, թե միջազգային ոլորտի մեջ ծպչի մարդոց, որոնք կգարտան։ Այսինքն մեծ բան հարցն է, որ ամենավագե լրակիրները ընդհանրապես լրասպիրները ասեմ, որ հիմա լրակից բանը եզրը կսահմանապակ է այսօր մեդիա բանը կամպրնում է, որ լրասպիր է, այսինքն սպրումը դարբեր միջոցներ ենթացրել, ոչ միայն դպակիր թուղթը, այլ նաև համացանցը, ընկերային ցանցերը, կայքեջը, հետո վիդեո դեսակրությունը եւ այլն ոդքասթները, ասել որ բանը տաշտը շատ ընդհանրացած է եւ ամեն մեկը ունի իր լսարանը ծերումը, իր դարեգա դա ինչքան դարիկային թիրախը եւ նա սամփոքջ քիչմը բան կփարտանա որ բայց կարծես ամենից մեկ պետք է լավ որ բոլոր հարտակներու վրա պետք է աշխատանք տանել ընկերային ցանցերը սկսյալ մինչև դեպակիր մամուլի եւ որ հոդը ցայնը համը ցեզը ըսկացուց որ բոլիսեք որ հոդը համը ուրեմն այմերգայ մեկ բան գադուները ինձ իսկացնելու դանգոր բոլիսենք ամեն դերեն գադուները ամեն դերեն եւ շատ հազելի է դեսնել
մարդոց վերապերումը, որ այդպես կհանդուրժեն եւ կխնամեն, ջաշկուդան, ճուրգուդան, հա։ Այսինքն մենք երկրորդ փուսականությունը այդ թաղարներու մեջ, հատուկ փողոցներու մեջ ուր լեբրեցուն փուսականություն կա, այդ շատ հաճելի երևույթ է։ Բնականաբար ձով էինք միջակայքին ձովը այդ թարմություն ու դա ինքը հավասիկ հիմնական երեք բաներ ու այդպես բան գդաբավորեն ինձի չսելու համար որ ուտելիքի տեսակենալ ջոկը բավական Շատ մերսի հուսամ որ այս թեմարտիվումը սկիզբունը նոր հանդիվումներուն եւ նոր ստեղծագործություններուն մեր զրույցը գուզենք վերջացնել ցեզի բուզիկ հարցումով որ գուզենք հասկանալ եթե հանդիվումը ցայն մըլլար այդ ցայնի ինչպեսի ցայն մըլլար եւ այս ցայնը մեզի կրնակ հանել կամ կրնակ պատմել այդ ցայնը ցայնը ամիսի ցայնն է որ ներքին ցայնն է եւ ներքին ցայները ընդհանրապես պետք է լրության մեջ ապրիլ Հավասիկ Գլորնսինք, լսենք բարենք, սուրճ մխամենք, միասին վայրենք, հավաքվինք, բոլսո մեջը հանդիվինք Հատեք տեսնվինք